Այսօր ես ամբողջ օրվա ընթացքում սնվելու եմ միայն իրական ոսկուց պատրաստված ուտելիքներով։ Երևի հիմա մտածում ես այդ ինչպես է հնարավոր ուտել իրական ոսկի, հիմա կտեսնես։ Սրանք իրական ոսկու թերթիկներ են, որոնք խոհարարները օգտագործում են սննդի վրա։ Օրը նորա սկսվելու մինչև սնվելը կսկսեն գրեյփֆրուտի սոկով, նույնիսկ ըմպելիքների վրա պարտավոր ենք դնել ոսկի նոր ըմպել։ Տեսնենք ոնց կստացվի։ Չգիտեմ ինչքանով է վնասակար կամ օգտակար այդ ոսկին, բայց հուսանք, որ մինչև օրվա ավարտը ես նորմալ կլինեմ ու չեմ վատանա այդքան ոսկի ուտելուց։ Ժողովուրդ, ես շոկի մեջ եմ, երբ իմացա, որ ոսկին կարելի է ուտել։ Իսկ դու կուտեի իրական ոսկի, սպասում եմ մեկնաբանության, գրիր մեկնաբանությունների բաժնում կուտեի կամ չէի ուտի։ Դե ինչ այժմ վերցնում ենք մեր իրական ոսկին եւ այսպես դնում ենք մեր գրեյփֆրուտի սոկի վրա։ Ձեծ։ Խնդրում եմ ստեղ նայեք, իրական ոսկուց պատրաստված գրեյփֆրուտի սոկ։ Արա, ոնց որ համ ոսկի ուտեմ, համ խմեմ։ Չեք պատկերացնի ինչ զգացում է։ Ոսկու շերտերը նայեք։ Շարժվում ենք առաջ։ Ուրեմն խնդրեմ, այդ ոսկիները գալիս են այսպիսի տուփերով, ամեն մեկի մեջ կա 48 թերթիկ ոսկի, 3 տուփը միասին $180։ Այո, դե բոլորս էլ քաջ տեղյակ են, որ ոսկին ահա որ թանկ արժի, եւ սա էժան հաճույքներից չի։ Դե ինչ եկեք պատրաստենք մեր այսօրվա ոսկիա նախաճաշը։ Հուսանք համեղա ստացվելու։ Պատրաստելու ենք ավոկադոյով տոստ, որը իդեալական նախաճաշ է ուղղակի։ Մի հատ էլ վրան ոսկի ավելացնենք, вообще բոմբ կլինի։ Անում ենք կուտը, հանգիստ է ելնել։ Այսպես գթալով հանում ենք ավոկադոն։ Լցնում ենք աղ, բիբար եւ պարտադիր լիմոն։ Ոսկու պահին եմ ահա որ ախ աշկես։ Բրբրմա։ Ահ, տեսնես այս ուտեստի հետ սազելու է ոսկին, թե չէ։ Հուսանք այո։ Ավելացնում ենք կարագ, կոտրում ենք ձուն, քանի որ ավոկադո տոստը ուտելու ենք ձվով։ Դες վերջերս զգացել եք ինչքան եմ ես ուտելիք սարքում։ Շատ եմ սիրում խոհանոցը։ Մինչ ձուն պատրաստ կլինի, եկեք ավոկադոն քսենք մեր հացի տոստի վրա եւ վերջում որ ձուն դնենք, մի հատ էլ ձվի վրա ոսկի կդնենք, որ sense լավ ոսկուց լինի ու ուտելուց sense մեզ թակավոր զգանք։ Գնացինք։ Դե ինչ եկավ ոսկու պահը։ Մի հատ ոսկի ստեղ։ Այս sense։ Որը շատ իդեալական է լինում։ Պետք է ամբողջովին ոսկով պատված լինի մեր ուտելիքը։ Ավելացնում ենք ձու մեր ավոկադո տոստի վրա։ Էլ ոնց է լինում իդեալական նախաճաշը, իհարկե սենց։ Էլի դնում ենք ոսկի մեր ձվի վրա։ Ամեն ձվի վրա 2 շերտ ոսկի։ Դնում ենք ամանների մեջ, գնացինք փորձելու։ Ձեր կողմից այդքան սիրելի դարձած չէներգետիկն արդեն հասանելի է 2 տարբերակով՝ թիթեղյա եւ նաեւ պլաստմասե շշերով։ Այնպես որ այսօր այդ խանութներում կարող եք գտնել չէներգետիկի նոր տարբերակը ավելի քիչ տարողությունով։ Խնդրում եմ մի հատ տեսքը նայեք։ Ժողովուրդ հուսանք համեղա լինելու ու կրկնում եմ, հուսանք որ չենք վատանալու օրվա վերջում, որտեղ արդեն չհարաշահում ենք այս ոսկին։ Դե ինչ փորձում ենք, գնացինք։ Իդեալական է։ Իդեալական է։ Ահա որ տարօրինակ է ձուն ոսկիով, ինչ որ մետաղի համ ավելանում ձվին։ Ոնց որ երկաթից ձու ուտենք։ Քո կարծիքով որ ռեստորան գնայիր ու մի հատ սենց ավոկադո տոստ ուտեիր ձվով ու վրան ոսկի, ինչ կառնար։ Թվում է 2 հատը $100։ Ինձ էլ է թվում որ ռեստորանում ուտեինք նման բան, ամեն մեկը կառնար $50, այսինքն 2 հատը 100։ Արի ես մեկը հնարավորինս շատ ոսկի անենք ու տեսնենք այդ դեպքում ինչ համի կդառնա։ Այսպես դնում ենք։ Ինչքան հնարավոր է շատ պետք է լինի սրա վրա ոսկին։ Այ այսպես իդեալական է։ Լիստերով է այսպես գալիս։ Դնում ենք այստեղ ավոկադոյի վրա։ Պամիդորները ոսկի ենք սարքում։ Զեց։ Թանգանոց պամիդորը։ Խնդրում եմ ես պամիդորը նայեք։ Կյանքումս առաջին անգամ փորձելու եմ ոսկուց պամիդոր, գնացինք։ Շատ վատներ ժողովուրդ։ Ֆու, ոսկուց պամիդորը իսկապես համեղ չէր։ Արի իրար չխկացնենք, բարի ախորժակ, գնացինք։ Այսօր հարուստի կայֆեր ենք ռաֆանում, զգում ես։ Հանգնոց։ Ավոկադոյի վրա ոսկին պակասեց, դա նշանակում է, որ իրավունք չունեմ այսպես ուտելու, մի հատ վրան ոսկի ենք դնում։ Հաբա կանոնները տենց է, ինչ ուտում ենք, պարտադիր պետքա ոսկուց լինի ամբողջովին։ Ավելացնում ենք էլի ոսկի, նոր իրավունք ունեմ շարունակելու ուտելը։ Այ հիմա շարունակում ենք ուտելը։ Այս ոսկի պամիդորով ցանկանում եմ խմել ձեր կենացը։ Գնացինք։ Ինչքան էլ համեղ չի պամիդորը ոսկու հետ, մեկը կանոններն այդպես է այս վիդեոյի, որ պետքա ինչ ուտում եմ պարտադիր պատված լինի ոսկով։ Ժողովուրդ ուտելիքից հետո ահա որ ծառավեմ, բայց իրավունք չունեմ սովորական ջուր խմելու։ Պետք է խմեմ ոսկուց ջուր։ Սցենարային անենք։
Իբր եկել ես ռեստորան, ոսկուս ջուր ես ուզում, ես եմ ատուցողն ոսկուս ջուր եմ բերում։ Արի անենք։ Բա ես ինչ ծառավ եմ ես, եկեք գնանք ռեստորան ոսկուս ջուր խմելու։ Բարև ձեզ ոսկու աշխարհ ռեստորան, խնդրում եմ մենյու հետ ծանոթացեք։ Դուք ինչ կարող եք առաջարկել։ Դե սովորական ոսկուս ջուր, ծորակից կամ Ոսկուս ջուր։ Ոսկուս ջուր։ Ես նախընտրում եմ ծորակի ոսկուս ջուր, հա։ ծորակից ոսկուս ջուր։ Այո։ Հավատաք ես բլոկնոտի մեջ եք, հա, ձեր պատվերները գրանցում։ Այո։ Մի հարցելի, որտեղից կարող են մարդիկ ձեռք բերել այս հավատաք ես բլոկնոտները։ Սանկը գրախանութներից կարող եք ձեռք բերել բլոկնոտները։ Շապիկն էլ, հա։ Շապիկներ, բլոկնոտներ, ստիկերներ կարող եք ձեռք բերել։ Իսկ կներեք շապիկի սևը ունեք, հա։ Սև գույնին վաճառում են, նաև վաճառում են օրանժ տարբերակով։ Ինձ խնդրում եմ ծորակի ոսկուս ջուր, հա, մի հատ բեր։ Շատ լավ։ Ինձ նենց հետաքրքիր է ոնց է մատուցողը սարքում ոսկուս ջուր, եկեք գնանք տեսնենք։ Ճիշտ ասած խոհանոց չի կարելի մտնել, մենակ աշխատակիցները կարող են, բայց որ դուք հավատաք ես մայքայով եք, կասենք մեր մատուցողներից եք, հա։ Կար։ Վերջացա ոսկին։ Ես ինչ վատ սերվիս է, ես չեմ հասկանում։ Բացում ենք մեր հաջորդ ոսկու տուփը, գնացինք։ Բա էսի պու ջուրա։ Փոքր եմ պատվիրել։ Խնդրեմ, պատրաստեք իմ ջուրը։ Ես սպասում եմ իմ ոսկուս ջրին երբ պատրաստ կլինի։ Պատվիրել եք, սպասեք կբերենք։ Այս ոսկի ես կերել առանց ինձ։ Վայ, շնորհակալ եմ անչափ։ Դե ինչ վերջապես եկավ ոսկուց ջուր փորձելու ժամանակը, գնացինք։ Ես կոնկրետ ոսկին եմ ուզում ուտեմ։ Այ։ Այս ինչա վիճակդ։ Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում իրական ոսկուց շրթունքներ։ Շնորհակալ եմ, ոսկուց ջուրը ուղղակի իդեալական էր։ Կյանքից խմած ամենաթանկարժեք ջուրն էր։ Կներեք հաշիվը կարելի է։ Սա ձեր հաշիվը։ Ոսկու աշխարհ ռեստորան չեմ հավատում։ Եվ ինչքան է հաշիվը։ Ոսկուց ջուր $100։ Թալան է, չեմ հասկանում։ $100 հաշիվ ենք փակում ոսկու աշխարհ ռեստորանում եւ դուրս ենք գալիս։ Շնորհակալ եմ լավ սպասարկման համար։ Ավել չունեի որ թեյավճար թողեի Ռաֆոին։ Դե ինչ ուղիղ 3 ժամ անցավ ինչ հաց ենք կերել, ես ահավոր սովածացել եմ ու առաջարկում եմ գնանք բուրգեր ուտելու։ Ինձ հետ վերցրել եմ, չեմ մոռացել։ Հայկական պասպորտ է։ 24 կարատանոց ոսկի է եւ պատրաստված է 99.9% ոսկուց։ Թե ինչ առաջին համբուրգերը պատրաստ է, մինչ մյուսը պատրաստ լինի, եկեք անցնենք օպերացիայի եւ սարքենք ոսկի այս մեկը։ Գնացինք։ Բացում ենք հացը։ Այսքանը հերիք է մսի վրա, այժմ փակում ենք հացը եւ շարունակում ենք ոսկին դնել հացի վրա։ Սաղ մարդիկ ինձ են նայում, երդվում եմ, խայտարակ եղա։ Արա պետք է սենց անենք, նայ, սենց ես անում և դնում ես վրան, այ սենց ոսկի ենք անում, օրը շատ իդեալական է լինում, յաց դե նայ։ Օպա։ Գնա աշխատողին ասա but I didn't order golden, you know։ Գնամ աշխատողին տենց ասեմ, հա։ Մենակ ոսկու համ եմ առնելու։ Խնդրում եմ մի հատ օգտագործած ոսկու թղթերի քանակը նայեք։ Եկեք գնանք աշխատողին ասենք, որ ես ոսկուց բուրգեր չէի պատվիրել ու տեսնենք իր ռեակցիան ինչ կլինի, բայց արի էլի հետս։ Ես տես կնկարեմ, որ թաքնված տեսախցիկի պես է։ Սենց չէ, արի սենց Չեմ թաքուն կարանալու նկարեմ, հարավուն մի գնա։ Ամոթ հա։ Հենց այստեղ ուն ասա։ I'm sorry, I didn't order a golden in and out։ Էշություն։ Հայանի ինչ։ Խնդում է։ Դե ինչ փորձում ենք մեր ոսկուց բուրգերը առաջին անգամ գնացինք։ Այս ինչ իդեալական տեսք ունի։ Սոուս ենք անում վրան։ Ձեռներս էլ ուղղակի իդեալական էր։ Ոսկին բուրգերը բերից քշացած նշանակում է ավելացնելու ժամանակն է։ Ռաֆոն վերջը առանց ոսկի կերավ։ Խախտում ես չելենջի պայմանները, գոնե գիտես, հա։ Ամաչում ես, հա, այ տենց ամաչի։ Միակ կարգու կանոն պահողը ստեղ ես եմ։ Այ։ Գնացել մի ոտի վրա անկյունա կայնել չեմ հավատում։ Լավ, արի, ոչինչ, բալես, լավ ես արել, ոսկիով չես կերել։ Ներում եմ։ Դե ինչ այժմ կսարքենք ոսկուց ֆրի, գնացինք, տեսնենք ոնց է ստացվելու։ Մենակ թե չվերջանա, դեռ շատ բաներ ունենք այսօր ուտելու։ Սյո, 15 թերթիկ ծախսեցի այս ֆրիի համար, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, գնացինք, գործում ենք։ Փորձես մի հատ Ռաֆ։
Տանջվում աստեղ նստած։ Լացս գալիս է արդեն։ Իդեալական։ Որպես դեսերտ կգնենք cheesecake, իմ ամենասիրելի թխվածքը։ Էլ ինչա մեզ պետք գնել խանութից մրգեր։ Մրգերն էլ պետքա ոսկիով պատենք։ Ուրա են միակը։ Ժողովուրդ շատ եմ սիրում այդ երգը։ Եթե դու էլ ես ահավոր սիրել այդ երգը, ապա մեկտաբանությունների բաժնում քո կողմից դիր պլյուս, տեսնեմ քանի հոգի է սիրել իմ նոր երգը։ Իդեպ եթե դեռ չես լսել, ապա երգը կոչվում է մի փորձիր։ Գնա վայելիր տեսահոլովակները, բոմ ստացվել երգը նույնպես։ Մեզ հարկավոր է մոշ եւ հարկավոր է մալինա, որը լինելու է ոսկեգույն։ Նաեւ վերցնում ենք ելակ ու շարժվում ենք դեպի տուն։ Ահա գները Ամերիկայում։ Մալինան $3.57, մոշը $2.77, իսկ տորթը $4.22։ Առավոտից ուտում մի հատ դեսերտ չենք արել, դրա համար հիմա եկավ դեսերտի ժամանակը, բացում ենք մեր շատ սիրելի cheesecake-ը, դնում ենք այստեղ, վերցնում ենք ոսկու թերթիկները եւ անցնում ենք գործի։ Այն նենց բարդ գործ է, չեք պատկերացնի, ես ոսկու հետ աշխատել եմ։ Տեղը տեղին, օր այս ինչ լավ է ալնում, մեծ տենայեք, բոմբա։ Օրա շատ մի արա, էլի թող անեմ, անգարում ես, փչանում է, նայ, փչացավ։ Փչում եմ, տեսեք լսում եմ։ Այս ինձ ամեն անգամ ներվերս ուտում ով խանգարում է։ Գիտեն մենք ինչքան ենք իրար տալի, չենք սիրում։ Արա մի արա։ Դե ինչ մեր ոսկուս cheesecake-ը պատրաստ է, ուղղակի իդեալական ա եղել, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Բոմբա չէ եղել։ Այժմ եկավ մրգերը ոսկի սարքելու պահը։ Ուրեմն վերցնում ենք ոսկին, դնում ենք այստեղ եւ այսպես դզեց։ Շարում ենք այսպես։ Այս մի դուփն է վերջացավ, դրա համար նորն ենք բացում։ Հիմա նույն բանը անում ենք մոշի հետ։ Դզեց, արա լոգիկան հասկացա, պետքա սխմես պաստորը։ Հա։ Խնդրում եմ մի հատ մոշի տեսքը նայեք, իդեալական է ուղղակի։ Մոշն էլ դնում ենք այստեղ։ Վերցնում ենք մալինա։ Մոշը դնում ենք ոսկու վրա։ Ուղղակի սեղմում ենք այսպես որ կպնի լավ։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք ինչ կարգի բոմբա ստացվել մոշը։ Դզեց, շարունակում ենք այս տեմպերով։ Մրգերի վրա ահավոր իդեալական է ստացվում։ Ես քեզ ավելի հեզև ասեմ, ես իմ տարբերակով մի հատ սարքեմ, էլի։ Սպասել մի վարքյան ռավ։ Խնդրում եմ մի հատ այս ելակի տեսքը նայեք։ Ահա եւ վերջ իրական ոսկուց ելակն էլ է պատրաստ, դնում ենք այստեղ։ Խնդրում եմ մի հատ մեր դեսերտի գեղեցկությունը նայեք, ես ավարտեցի։ Այժմ մեր ոսկուց դեսերտի հետ կպատրաստենք ոսկուց հայկական սուրճ եւ կանենք մեր դեսերտը։ Ես ավելի լավ տարբերակ ունեմ ելակը ոսկիա պատելու։ Ջրի վրա դրել ոսկին եւ Օժո, եղավ։ Պես է դիզայնն է իդեալական։ Չեմ հավատում, որ այս ինչ սիրուն է, լստեղ նայեք։ Դե ինչ այժմ հայկական սուրճի մեջ կավելացնենք ոսկի դզեց։ Գնում ենք մամայի հետ սրճելու։ Խնդրում զգա ինչ եմ սարքել։ Հիմա իրար հետ պետքա այս հրաշքը ուտենք վերցրա։ Արի մի հատ փորձենք։ Համովա։ Համ չունի։ Կապ չունի, համ ունի թե չունի, կարևորը մենք այսօր սենց թագավորական ընտանիքի պես ենք մեզ զգում։ Չնայած նայես չի, մինչև այսօր թագավորական ընտանիք չէինք, բայց այսօր ընդհանրապես սենց էլի ոնց որ ոսկի ենք ուտում։ Իսկի թագավորները սենց անիմաստ բաներ չէին անում։ Գնացինք, հիմա ես ենք փորձում։ Այդ cheesecake-ի միտքը դուրս եկավ։ Հավես էր, չէ՞։ Շատ։ Սովորական մսի սթեյքը արժի 30-ից $40, բայց մամայի ասելով, որ վրան ոսկի են անում ռեստորաններում, ինչքան է դառնում։ 1500-ից 2000։ $1500-ից $2000 արժի մսի սթեյքը ոսկի, եթե ուտես ռեստորանում։ Հենց որ այսօր կարելի է ասել միլիոննոց վիդեո ենք նկարել։ Էլի ելակը նա ինչ հավես է։ Շատ սիրուն եմ։ Բարբի։ Բայ Բարբի, հրարի։ Դու էլ ես ուզում քեզ տամ ոսկի։ Յախ, քեզ ճիշի կեր արել։ Հա։ Այգին ջրած էր։ Հաստատ։ Յախ, թաց էր, ասի ճիշի կարել։ Այգին ջրած էր։ Համովա, պրինցեսա է։ Այս ինչ է հագցրել քեզ մամատ։ Փորձել եմ։ Մի քիչ մետաղական զգացի։ Հա, զգացում եմ ոսկու համը ես ասում եմ, ամենասկզբից զգում էի։ Ես ինչ է։ Ոնց որ երկաթ է լինի, չէ՞, ինչ որ։ Սենց ծանր համ ունի։ Ծանր երկաթի ինչ որ Դա թանկ համ է։ թանկանոց համը, հա, շատ։ Հետաքրքիր է։ Բայց cheesecake-ը շատ սիրուն է, ոնց որ ոսկու սլիկկա լինի։ Ռաֆելը փորձի։
Բայց Ռաֆոն չէր ուզում էլ ոսկի ուտեր։ Խի է ստիպում օրինակ։ Մահը ինձ նայ, մամ, պրոշների վրա ոսկի է կսվել։ Ստոպ, մինչ շարունակենք վիդեոն, Ռաֆ դու ասա, ինչ պետք է անեն մարդիկ։ Բաժանորդագրվեն։ Ես էլ եմ տենց կարծում։ Մի հատ բոլորով փոքրացնում ենք վիդեոն, սեղմում ենք վիդեոյի ներքևում գտնվող նշանի վրա, միանում ենք ալիքին, որպեսզի Հայաստանում միասին ռեկորդ սահմանենք եւ հնարավորինս շուտ հասնենք 1 միլիոն բաժանորդի։ Վիդեոներս նայողների մեծամասնությունը չի սեղմել այդ նշանի վրա, այնպես որ հենց հիմա միացիր ալիքին։ Գիշերվա ժամը 11:16 է, ժամը 7:30-ից հետո բան չեմ կերել, ցանկություն չունեի, որտեվ ահա որ կուշտեի ինչ ասես իրար վրից կերա, բայց հիմա մի ձևի քյարաուզ եմ ուզում ուտեմ ու նաեւ դեղց։ Ու ինձ թվում այսօրվա համար երիքա, որտեվ այս սենց կերած եմ։ Եկեք պատենք ոսկիով եւ տեսնենք ինչ համունի քյարաուզը ոսկիով խնդալու է, չէ՞։ Նենց հոգնած եմ, լուրջ եմ ասում, արդեն չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Սրանք ուտեմ ու գնում եմ քնելու մի անգամից։ Մեր ոսկուց քյարաուզը պատրաստ է։ Գնացինք։ Ամովեր։ Այժմ հերթը ասավ դեղցին։ Դե ինչ այս գեղեցիկ նոտայի վրա էլ ցանկանում եմ ավարտել մեր այսօրվա վիդեոն։ Ուզով եմ վայելեցիր վիդեոն սկզբից մինչև վերջ, եկեք միասին հավաքենք 25000 լայք։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։